Կարծում եմ տեսանյութը զուտ պայմանավորված է բարձր որակով, եւ նաեւ կփաստեք դուք։ Կարծում եմ այսքանը մնացածը, եթե հնարավոր է, մենք վիդեոն այդ արդեն տեսանավորակը կհրապարակենք ավելի բարձր ձևով կներկայացնենք բնակիչներին։ Որ նաեւ այո, տեսահոլովակը հրապարակենք, ընդհանուր առմամբ շատ մեծ ծավալի աշխատանք է իրականացվում։ Շնորհակալություն։ Նոր-նորք Հարգելի պարոն քաղաքապետ, նոր-նոր վարչական շրջանում 2025 թվականին նախատեսված է թվով 10 բակային տարածքների բարեկարգման, վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքներ։ Նշված բակը Գյուլեքեխյան 35 շենքն է, իր հարակից տարածքով վերանորոգվել է, սակայն որոշ թերությունների պատճառով վերջնական ակտը չի ստորագրվել։ Հիմնական խնդիրը ստեղ նայել եմ, կապված է հռետինե ծածկույթ հետ որոշ չափով վերանորոգում կատարեն եւ նստարանների հետ։ Հաջորդ բակը Մանավանդ 15 շենքի հարակից տարածքն է։ Մանավանդ 15 շենքի հարակից տարածքն է, որը նույնպես որոշ թերությունների պատճառով ակտը չի ստորագրվել, սակայն աշխատանքները իրանց բանով ավարտվել է։ Այնտեղ կապված է սալիկապատման եզրաքարերի, որոնք նորից եւ կոտրված կառուսել կա, վերափոխումներից հետո նոր ակտը կստորագրվի։ Պարոն Սևոյան, ես մի բան նկատեցի, ռետինե հատակ այդ բանավանում մենք շատ վաղուց այլևս այդ մեծ կտորներով այդ ռետիններից չենք անում, խնդրում եմ ձեր ուշադրության կենտրոնում կպահեք։ Նախագծերում նման բան չենք ընդունում։ Հաջորդը Բադալ Մուրադյան 4 շենքի հարակից տարածքն է, որտեղ իրականացվում է ֆուտբոլի դաշտի եւ խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքներ։ Հաջորդը Գալշոյան 4 հարակից ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման աշխատանքներն են։ Այդ նախագծում ես Գալշյանը ինչ են այդքան շատ գարաժներ, պարոն Սևոյան։ Այսինքն այդ ծավալի նախագծով տեսա, այնց բավական մեծ էր ծավալը։ Մի հատ ես առաջարկում եմ դրանցով էլ զբաղվեք, առհասարակ երբ որ բացազատում ենք, պարոն Սևոյան, կարևորը ընդհանուր բակը բացազատենք, արտոնյալներ չմնան։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հաջորդը Գալշոյան 4-ն է, հաջորդը Գալշոյան 10 հասցենա։ Հաջորդը Գալշոյան 10 հասցեն է, որտեղ իրականացվում է ֆուտբոլի դաշտի վերանորոգման աշխատանքներ։ Հաջորդը մոլդովական 29 դռով 5 շենքի հարակից տարածքն է, խաղահրապարակների կառուցման աշխատանքներ են ընթանում։ Հաջորդ տարածքը մոդլովական 50 դռով 2 շենքի հարակից տարածքն է, բարեկարգման աշխատանքներ են իրականանում։
Այստեղ եւս մի դիտարկում, Սևոյան, բոլոր Երևանի քաղաքապետարանի իրականացվող ծրագրերը, նամանավանդ շին բարեկարգման տեսակի ծրագրերը, իրենք պետք է ապահովեն հասանելիություն անվասայլակների եւ մանկասայլակների համար, որևէ դեպքում մենք չպետք է ունենանք իրավիճակ, երբ որ մեր արված աշխատանքը հասանելիության խնդիր ունենա։ Սա էլի նախագծողի խնդիր է։ Հաջորդը գայի 9, 10, 11 եւ 13 շենքերի հարակից տարածքում հենապատի կառուցման աշխատանքներն են, որոնք արդեն մոտիկանում են ավարտին։ Հաջորդը ջրվեժ մայակ 8 շենքի ֆուտբոլի դաշտի եւ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն են։ Հաջորդը մոլդովական 15 շենքի հարակից խաղահրապարակի հիմնանորոգման աշխատանքներն են։ Այցի ժամանակ տեղ որոշ թերություններ կար, շինարարին ցույց տվեցինք, որպես դրանք վերացնեի։ Բացի վերջնշված բակային տարածքներից պահպանման ծրագրերով նախատեսված է նաև բարեկարգել եւս 8 բակային տարածք եւ 3 մինի ֆուտբոլի դաշտի վերանորոգման աշխատանքներ, որոնց տեղ հսկողության մրցույթը ընթացքի մեջ է, կայանալուց հետո աշխատանքներ կմեկնարկվեն։ Շնորհակալ եմ։ Երևանի։ Կապված հաջորդը Տոր-Քանգերի հանձնարարականի հետ։ Խնդրեմ։ Միացնեք։ Տոր-Քանգերի արձանի հարակից տարածքում երկրորդ փուլով իրականացվող աշխատանքներից մասնավորապես իրականացում են ջրամատակարարման հեղատար կոյուղատար համակարգերի անցկացման աշխատանքները, այգում իրականացվել է արտաքին լուսավորության համակարգի անցկացման մոնտաժման աշխատանքներ, հողի լիցքի եւ բետոնացման աշխատանքներ, 400 գծամետր հենապատի կառուցման համար նախապատրաստական աշխատանքներ, ֆուտբոլի դաշտի կառուցման նախապատրաստական աշխատանքներ, իրականացվել են հասարակական զուգահանի կառուցապատման աշխատանքներ, մոնտաժվել են կոյուղատար համակարգերը։ Ընթացքի մեջ են ամֆիթատրոնի կառուցման աշխատանքները, ինչպես նաև այգում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ, տնտկվել են ավելի քան 400 ծառ։ Աշխատանքների կատարման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2026 թվականի 4-րդ եռամսյակը։ Այսքանը։